այն դեպքում, երբ որ օրինակ առաջինը դատարկվի, եթե առաջինից երկրորդն ենք դասում։ Այդ երկու դեպքերից մեկը եթե եղավ, արդեն էլ չենք դասում, հետո դա անում ենք երկուսից երրորդը, հետո անում ենք երրորդից առաջինը ու այսպես ասենք, ինքը 100 անգամ ոնց որ այդ գործողությունը անում, այսինքն 1-ից 2-ը մեկ գործողություն, 2-ից 3-ը մեկ գործողություն, ու այդ 3-ից մեկը 3 գործողություն, այդ այնց 100-րդ գործողությունն անելուց հետո մենք պետքա բոլոր դույլերում տպենք, թե ինչքան կատ կա։ Այսինքն ես խնդրում մտածելու բան չկա, ինչ որ ասում է, պետք է Սա պերեբորը չի, սա ուղղակի ռեալիզացիա։ Հա, ռեալիզացիա։ Դա ասած է, էլի, հա։ Ինչ ասում է, արա, դա։ Ալգորիթմ։ Ալգորիթմ գտնելու բան չկա։ Ալգորիթմը խնդրի մեջ ասում է, ուղղակի պետք է իր ասածը անել։ Լավ, ու բավականին հեշտ է, պետք է 100 երկարության ցիկլ կազմակերպել ու ցիկլի ամեն քայլին նայած թե որից որն ենք լսում, հա, այդ էլ պետք է որոշել։ Ես 33 երկարությամբ ցիկլ եմ արել ու 1-ից 2, 2-ից 3, 3-ից 1-ն եմ արել։ Այդպես էլ կարելի է, հա։ Անցումի ժամանակ ու վերջինը 100-ն էլ։ Ես մի հատ 1-ից 100 ցիկլ էի ուղղակի վերցրել։ Հետո նայում ես թե եթե տենց եք անում, հետո հաշվիչն եք նայում, թե ամեն մեկը ինչ։ Ոնց որ ամեն ի համար նայում եմ ինքը ի վրա, հա 3-ի վրա քանի կամ ավելի ճիշտ կայի վրա քանի մնացորդ է տալիս ու տենց անընդհատ ոնց որ 0-ից ոնց որ 96 վերը տենց հերթով որ անում է լինում է։ Հա, ասենք եթե 1 մնացորդ է տալիս, ուրեմն առաջինը երկրորդին է փոխանցում, օրինակ տենց էլի։ Ահա, լավ, ես առաջարկում եմ սրա կոդը չնայել, ով որ չի գրել, ուրեմն պիտի պարտավորվի, որ կգրի այս խնդիրը, մինչև ամսի 24-ը, ոնց որ ստեղ նշած է, ու նայենք այս բանկի խնդիրը։ Այդ բանկի խնդիրը դուք մի քանի անգամ մեր խմբում էլի դերել եք, այս ոչ առաջինը, ոչ երկրորդը։ Բայց էլի ընդամենը 3 հոգի են, մարդկան ոչինչ նայել է ուրեմն այս խնդիրները։ Այս խնդիրը ես նայելը չհասկացա, երկարա ուրիշ խնդրի անցած։ Իրան ձևակերպումն է երկար։ Հա, այդ ասացի մի քանի հատ բան անեմ, հետո սրանք կանցնեմ, հետո չաստրից։ Հա, բայց շատ սրա ինչն է երկար, ստեղ ինչ-որ 6 տող բան է գրած։ Այս խնդիրը ուղղակի ինքը լավ կարճ լուծում ունի, այս խնդիրը ինչու եմ ես ամեն անգամ դնում, որովհետև այս պլյուսները, մինուսները շատերին շփոթացնում է։ Խնդիրը ինչու՞մն է, ասում եմ ընդամենը 3 հոգի են, այս Ալիսը, այս Կորինը ու Բեցին, 4 հոգի, մեկ էլ Դեբրա կա, ու տեսեք իրանց անունները A տառով է սկսում, B տառով, C տառով, D տառով, այսինքն ընդամենը պետք է իրանց անունների առաջ տառերը վերցնել են, մնացածը պետք չի։ Ու իրանք ինչ են անում, տված է անուն, տված է թիվ, պլյուսով կամ մինուսով, հա։ Եթե պլյուսով ասում է այդ մարդը իր բանկային հաշվի մեջ այսքան գումար է դնում, եթե մինուսով ինքը հանում է, վերջում պետք է տպել թե ումուտ ինչ մնաց բանկում իր արժեքը, այս է ընդամենը։ Դե կարող մինուսով էլ լինի թիվը, ուրեմն բանկը իրան Չէ, մինուսով չի կարա լինի։ Չնում, երաշխավորում են։ Դե լավ։ Դե էլի սիմուլյացիայի խնդիր է ռեալիզացիա, ինչ ասում այդ էլ պետք է անել, այս պլյուս մինուսի համար հատուկ ոչինչ պետք չի անել, ուղղակի այս թիվը կարդում եք, եթե առաջը պլյուսը դրած կապ չունի, ինքը ուրեմն դրական թիվ է կարդացում, եթե մինուսը բացասական թիվ է կարդացում, ու այդ թիվը ինչ որ եղավ, դրական թե բացասական, ավելացնում եք իր հաշվին, դուք գումարում եք, բայց եթե բացասական թիվը հանվելու է, չէ։
ու պետք է ընդամենը 4 փոփոխական ամեն մեկի համար կամ կարելի է 4 երկարության միաձանգված վերցնել այս հաշիվը պահելու համար։ Այս 4 հատ փոփոխական եմ հայտարարել։ Հա, կարելի է այդպես։ Ինձ թվում է, եթե զանգված վերցնենք, ծրագրի կոդը ավելի կարճ կլինի, որտեղ եթե 4 հատ փոփոխական ես վերցնում, դու պիտի if-երով ստուգես, չէ, ինչ է առաջի տառը, որ իմանաս ում հաշվին նա փոխում։ Բայց ինքը հերթականությամբ է գնում փոխվելը։ Չէ, այս անունները կամայական ձևով կարան լինեն, բայց եթե զանգված անեք, առանց if-ի դուք կարող գրեք։ Առանց if-ի ոնց կարելի անել։ Նայեք, ես աստեղ այդ պարզա չէ, ինչն է քննարկում։ Հեսա ես դե ուզում եմ այդ պահը ստեղ գրեմ։ Ասեք, թե մենք ներածումը… Առանց if-երի կարանք մափով անենք։ Չէ, առանց մափի։ Մափով կարելի է, բայց ստեղ առանց մափի էլ ալուցում։ Նայեք, ասենք, թե մենք ինչ-որ S-ի մեջ ենք անունը կարդացել, լավ կամ name գրեմ, name-ի մեջ կարդացել ենք անունը, ու մի հատ էլ A զանգված ունենք, 4 երկարությամբ, հետո մի հատ էլ թիվ ենք կարդացել, թիվն են ինչ-որ տեղի մեջ ենք կարդացել, հա, ընդամենը պետք է անել հետևյալը, այս A-ի, ստեղ որ գրեմ name 0, name-ի առաջի տառը, սրանից որ հանենք մեծատառ A, ստանում ենք փաստորեն A զանգվածի ինդեքսը։ Եթե այս name 0 մեծատառ A է, այս տարբերությունը 0 է տալու։ Եթե name 0 մեծատառ B է, այս տարբերությունը 1 է տալու։ Պարզա չէ։ C-ի դեպքում 2, D-ի դեպքում 3։ Դե ինչ որ տալիս է A զանգվածի հետ էլեմենտին, անում ենք պլյուս հավասար D։ Ինչը ցիկլի մեջ կարդում ենք։ Վերջում պետք է այս 4 անունները տպել, Ալիսի դեպքում պետք է A0 տպել, Բեցի դեպքում պետք է A1-ը տպել, ուտենց։ Հիմա պիտի որ սենց սիրուն եղանակով սա անեք, մյուսներին պարզան, պետք է ամբողջական կոդը գրել, թե պարզան։ Նենց որ մեկ-մեկ ինձ պետք է ձեր կոդերը նայել նույնիսկ երբ որ դուք լուծած եք լինում խնդիրը, էլի կարող ասելու բան լինի։ Եկեք անցնենք հաջորդ խնդրին։ Bedtime reading-ը։ Հա, էս Սա 5 հոգի լուծել են։ Լավ, եկեք սրա վրայով անցնենք, եթե այդքան շատ են լուծողները։ Հաջորդը նայենք, էս էլ էր հեշտ։ Էս էլ էր հեշտ։ Հա, պետք է երկու թիվը, պետք է հենց որ հեշտ էր, եթե հեշտ։ Հա։ Լավ։ Ես սենց կարող եմ 15 հատ տենց անենք, 15 հատ DL-ից, հետո 15 հատ Code-Force-ից, հետո 15 հատ DL-ից, հետո 15 հատ Code-Force-ից, շաբաթը 15 հատ որ լուծեք, մի ամսվա մեջ դուք կլուծեք քանի հատ, 60 հատ, այլի ուժեղ տեմպ չի, ես չի ասի, թե սա ուժեղ տեմպ է։ Այս max factor-ը մենք սկի չենք քննարկել, այս ու մոտ առոնք անցվել, գուրգենի մոտ չի անցվել։ Եկեք սա նայենք, որտեղ սա բավականին նենց կլասիկոտ խնդիր է։ Max factor, այսինքն պետք է գտնել թվի ամենամեծ բաժանարանը։ Չէ, կարծեմ սա այդ խնդիրն է։ Ուղղակի ստե ամենամեծ պարզ բաժանարը ոնց է։ Չէ, սպասեք։ Իմ շելով մի քանի հատ թվերից որին ամենամեծ ընդհանուր բաժանարը այդ պետք է տպենք։ Ամենամեծ պարզ բաժանարը։ Հա, տված է թվերի հաջորդականություն ու պետք է գտնել ոնց որ եթե յուրաքանչյուրի համար գտնենք ամենամեծ բաժանարը,
Դրանցից մեծագույնն է պետք տպել, հա, այդ ասում։ Որ խնդրեմ մի հատ Չէ, չէ։ Բայց ոչ թե պետքա պարզ բաժանարարը տպել, այլ պետքա այն թիվը տպել, որի պարզ բաժանարարը ամենամեծն է։ Ու եթե այդպիսի թվերը մի քանիսն են, ամենաառաջին հանդիպած։ Առաջինը, այսինքն սա մաքսիմումի խնդիր է։ Պետքա ուղղակի ոչ թե հենց իրանցից մեծագույնն է պետք գտնել, այլ պետքա անցնել սրանց վրայով, գտնել յուրաքանչյուր թվի համար ամենամեծ պարզ բաժանարարը ու համատել ընթացիկ մաքսիմումի հետ, ու եթե մեծ է, փոխել, երկու բան փոխել, երկու բան պիտի պահենք, մեկ ամենամեծ ընթացիկ պարզ բաժանարարը, մյուսն էլ այն թիվը, որի պարզ բաժանարարը ամենամեծն է, որ վերջում դա ենք տպել որպես պատասխան։ Ու թվերի քանակը ինչքան է, 5000 է, ու նաև տված է, որ իրանք 1-ից 20000 սահմաններում են գտնվում։ Լավ, հիմա Գուրգեն ուզում է իր կոդը նայենք, ես դիելում ես մի ժամանակ գտել էի ոնց նայեմ ձեր կոդերը, բայց հիմա ես բավականին վախենում եմ ժամանակ կորցնեմ, մինչև ես այդ ձևը վերհիշեմ, թե ստեղ դիելում հնարավոր է, Codeforce-ում դա ուղղակի բաց է, ցանկացած յուզերի ցանկացած ծրագիր կարելի է բացել նայել, յուզերին բացում ես իր submit-ները, նայում ես, չէ, կարաս բացես, ամեն ինչ բաց է, այս DL-ում կա հնարավորություն, բայց մի տեսակ քողարկած է, որ դժվար լինի գտնելը, որտեղ ստեղ կայքը պատրաստողները իրանք մտածում են, որ դա այդպես են արել, որպեսզի երեխեքը մեկը մյուսի ծրագիրը չվերցնի ուղղակի, որ առանց չարչարվելու տենց միավորներ չվերցնի, դրա համար Գուրգեն դու կարող ես քո կոդը ցույց տալ։ Այո։ Դե ուրեմն դու ցույց տու, մենք տեսնենք կարողանանք սխալը։ Դե ես այստեղ մի հատ վեկտոր եմ հայտարարում, հետո Էրաստոթենեսի մախի միջոցով բոլոր պարզ թվերի մինչև 20000 գտնում եմ, ու հետո արդեն երբ որ ներմուծում եմ թիվը, հերթով այս բանով անցնում եմ վեկտորով, ու տենում եմ, եթե բաժանվում է այդ պարզ թվի վրա, եթե մաքսիմումից մեծ է, ոնց որ մաքսիմում վերագրում եմ այդ պարզ թիվը, ու նաև հենց այդ թիվն եմ պահում, որը որ Բայց տենց իմաստ չկա։ Հետո վերջում այդ թիվը տպում եմ։ Իրականում սովորական ուղղակի պարզ թիվ ստուգելու համար ֆունկցիա եմ գրել, պարզ թիվը ստուգելու, ու եղել է, time limit չի տվել, էլի։ Սերգեյ, այսինքն Դե Էրաստոթենեսի մախ չեմ արել ես, էլի։ Չես արել։ Ուղղակի պարզ թիվը ստուգում եմ։ Ես գտնում եմ բաժանարարները, մեծից գալիս եմ բաժանարարները գտնելով, ու հետո նոր ստուգում եմ Էրաստոթենեսի մաղը։ Ու անճիշտ հակառակը ստուգում եմ, եթե ոչ թե Էրաստոթենեսի մաղ, այլ ուղղակի ստուգում ես պարզաթվը չէ։ Շփոթվեցի։ Ես այդտեղ ուղղակի prime եմ գրել մի հատ, bool prime։ Ու եթե ինքը տալիս է true, այդ դեպքում եթե բաժանվում է թիվը, ուրեմն հենց այդ է։ Ու եթե մեծ է ինքը max-ից, max-ին վերագրում եմ այդ թիվից, max-ին վերագրում եմ արդեն հենց այդ թիվը, էլի, max-ը բաժանարարը, max-ին թիվ։ Այսինքն ստեղ թեստերը այդքան խիստ չեն, ժամանակի սահմանափակումը այդքան խիստ չի, պետք չի գտնել ամենաարդյունավետ լուծումը, հասարակ լուծումն էլ անցնում է, բայց հիմա Գուրգենի լուծման մեջ ինչն է սխալ, ալգորիթմի սխալ կա, թե ռեալիզացիան է սխալ արած, ինչ է կարծում։ Ենթադրենք Էրաստոթենեսի մաղը ճիշտ է։ Անդրասյան, այնտեղ որ գրած է v get push գծիկ back ալագծերի մեջ 2, այդ ինչ է։
նշանակում։ Նշանակում է, որ վեկտորին ավելացնում եմ 2։ Այդ pushback-ը վեկտորին արժեք ավելացնում։ Այդ վեկտորը Տիգրան պետք է հասկանալ որպես ինքը նման է զանգվածին, բայց նայի ես անզանգվածը չէ, ինքը հայտարարել է 20001, ինքը միանգամից ասել է այսքան երկարության վերցնում ենք, իսկ վեկտորը, որ սենց հայտարարել է վեկտորը int v, ինքը դատարկա, իսկ վեկտորին դու կարողանում ես էլեմենտ ավելացնել, ու դա արվում է pushback գործողության միջոցով, վերջից։ Երևի ինչ-որ գործողություն կա, որով սկզբից ավելացնում, բայց սկզբից ավելացնելը դանդաղացնում է, դրա համար ավելի վերջից ավելացնել։ Հիմա ենթադրենք, ահա։ Իսկ այդ վեկտորին օրինակ որտեղ v pushback 2 են կարել, ինքը էդի առաջին էլեմենտին 2 վերագրեց, հիմա առաջին 2-ը։ Հա, Բայց իսկ եթե այնտեղ որ օրինակ pushback I անենք, ինքը արդեն կվերագրի երկրորդին, հետո մի հատ էլ անենք երրորդին, հետո մի հատ էլ։ Հա, էդ էի հարցնում, որ հաջորդը արդեն երկրորդին հերթով ավելացնում է, էլի, հա։ Ահա։ Այսինքն այդ V-ում ինքը հավաքում է պարզ թվերը։ Հիմա ստեղ ինչ է կատարվում, երբ որ մի հատ G է կարդում, հետո անցնում է վեկտորի վրա, պարզ թվերի վրայով, պարզ թվերի վրայով, և եթե բաժանվում է, ես նայում եմ այդ պարզ թիվը մեծ է մեր մաքսիմումից, թե ոչ, եթե մեծ է մաքսիմումից, մաքսիմում վերաբում եմ մեր պարզ թիվը, ու նաև մաքս 2 փոփոխականում պահում եմ հենց այն թիվը, որի վրա բաժանել ենք, էլի, վերջում մաքս 2-ը տպում եմ։ Հիմա ոնց է, ճիշտ է ալգորիթմը։ Այս վերջի մասը ոնց որ թե ճիշտ է, հիմա նայեք Էրատոսթենեսի մաղը, Էրատոսթենեսի մաղը 9 հավասար է 4-ից, ինչ ես 4-ից գնացել։ Ես այստեղ ուղղակի 2-ը առանձին եմ ոնց որ արել, հետո արդեն 3-ից I plus հավասար 2-ով եմ արել, այստեղ մենակ ենտերն եմ նայել։ Հա, այդ առաջի for cycle-ը բոլոր զույգ թվերին 1 է վերագրում, զույգ ինդեքսներին։ Հետո 3-ից սկսած սովորականում գրվել է, ուղղակի արդեն plus հավասար 2-ով, որ զույգ թվերը չնային։ Հա, սպասի, plus հավասար 2-ով, հա, որ մենակ են թվերը։ Հա, մենակ են թվերը։ Հետո ժին սկսում է I անգամ I-ից, գնում է մինչև 20,000, J plus հավասար I, զարմանալի է, ես ստեղ էլ սխալ չեմ տեսնում, 2000 չի, 20,000 է, մի քիչ, կարող է իր այդ 20,000-ը մի տառով նշանակել, այդ տառը ստեղ դնել, բայց էլի ես սխալ չտեսա, սենց, ինքը օրինակի վրա ճիշտ է, չի աշխատում։ Օրինակի վրա ճիշտ է աշխատում, տպում է 38 տպում։ Հա, բայց որ ուղարկում ես, ասում է wrong answer։ Հա։ Նայ, դու մի փոքր բան գտա, Գուրգեն, սկզբում 2-ը գցում ես այդ վեկտորի մեջ, հետո երբ որ այն 24-րդ տողի for cycle-ը, որ 2-ից մինչև 20,000 գնում է, ու ասում ես, եթե I-ին հավասար է 0, այսինքն եթե պարզ թիվ է, pushback I, կոմոդ 2-ը երկրորդ անգամ ավելանալու, այսինքն իրականում, բայց դա ոնց որ չի խանգարում էլի, եթե 2 հատ 2-ը լինելու սկզբում, հետո մյուս պարզ թվերն է լինելու, դա պիտի որ չխանգարի, չէ։ Չպետք է խանգարի։ Այսինքն ինքը ուղղակի 2 անգամ է 2-ը ստուգելով, բայց 2-ի կարճ է ինչ-որ բան առաջացնում։ Так, սպասի, իսկ ես մաքսին
Max-ին սկզբում 0 է տալիս։ Իսկ հետաքրքիր է, մի հատ խնդիր է ես նայեմ, այս թվերը ասում է 1-ից մինչև 20,000 սահմաններում են, չէ։ Եթե 1 լինի, քո ծրագիրը ինչ է անելու։ 1 լինի։ Դե եթե 1 լինի, ինքը պարզ բաժանարար չի ունենալու։ Այսինքն չի տպելու, բայց այդ երեխը պետք է սխալ լինի, եթե օրինակ չտպի, եթե այդպիսի թեստ գոյություն ունի, էլի, որովհետև պարզ բաժանարարել չկա։ Հրա մի հատ աշխատացրու քո ծրագիրը, ու տուր, ասենք, երկու հատ թիվ, երկուսն թող 1 լինեն։ Դա հեսա կաշխատացնի։ Այդտեղ իրոք տրամբանական հարց առաջանում, որտեղ մեկը պարզ բաժանարար չունի, բայց դեպքում ինչ է պետք տպել։ Ես մի հատ էլ խնդիր նայեմ, դեռ գրած է այդ մասին։ Ստեղ խնդրում սահմանած է պարզ թիվը, ասում է պարզ թիվը նա է, որը բացի իրենից ու 1-ից ուրիշ բաժանարար չունի։ Ըստ էս իրենց մենք գիտենք մաթեմատիկայից, որ 1-ը պարզ թիվ չի, բայց ըստ իրանց սահմանման չի ստացվում, որ 1-ը պարզ թիվ է։ Բայց մաթեմատիկայում էլ է, չէ՞ այդպիսի սահման։ Մաթեմատիկայում, հա, բայց այս խնդիրները հիմա դու աշխատացրեցիր քո մոտ, որ 1-եր ես տալիս, ինչ է տպում։ Իմ մոտ մի քիչ կախում է, որտեղ դիմոնստրացիա արել ես, մի քիչ ուշքի գա։ Հա։ Вот это отодвиньте окно совместно используемого приложения учтонка. Нет, անջատեմ դիմոնստրացիան աշխատացրու։ Լավ, անջատի աշխատացրու։ Ու մի բան էլ կա, Գուրգեն, DL-ում դու կարծեմ կարաս վերցնես չէ թեստը, որի վրա քո ծրագիրը չի անցել։ Հա, վերցրու։ DL-ը տալիս է։ Ես որ փորձում եի նայեմ, ես այդպես չգտա տեղը դրա։ Ես փորձում եի գտնեմ, բայց չեմ։ Այ հիմա որ մի հատ submit անես ու մեզ քո Chrome-ը դեմոնստրացիա անես, բրաուզերը կարող է նայենք միասին տեսնենք այդ ինչ թեստ է, որ քո ծրագիրը չի անցել։ Բայց եթե վերջի թեստը լինի, պետք է որ չտա։ Վերջինը չի տալիս, հա, վերջինը չի տալիս։ Չէ, ոնց որ երկրորդ թեստի վրա էր սխալում կամ ինչ որ տենց շուտ թեստերի վրա էր սխալում։ Եթե տենց մեկերով թեստ ունեն, դա պիտի ոչ շուտ դնեն։ Որտեղ որպես կանոն, օրինակ ես էլ որ թեստեր եմ պատրաստում, սկզբում այդ եզրային դեպքերով թեստերն եմ անում, իսկ վերջին թեստը որպես կանոն մեծ թեստ եմ դնում, էլի։ Մոտ ես հիմա աշխատեցի, աշխատացնում եմ 2-1-1-ը, իմ մոտ բերում է runtime error։ Այսինքն max 2-ին ոնց որ իմ մոտ արժեք չի վերագրվում այդ դեպքում։ Ու տպելուց max 2-ը իմ մոտ ոնց որ չէր կարող տպի։ Բայց պիտի որ պատահական թիվ տպվի դա այդտեղ։ Եթե փոփոխականը հայտարարվել, որը ինչ որ արժեք չի ստացել։ Իսկ եթե դու քո ծրագրում ուղղակի այդ քո max 2-ը աննա, եթե իրան ուղղակի մեկով սկզբնարժեքավորես, իրան նախնական 1 վերագրես, դեպքում ինքը այդ դեպքում 1 վերել ինքը։ Հիմա Գուրգեն մի հատ տենց 1 վերագրի, ու տենց մի հատ submit արա, մի հատ ուղարկի DL-ին տեսնենք ինչ ասում,
Եթե չանցավ, հետո կբացենք, տեսնենք այդ թեստը, որի վրա չի անցել։ Մի վարքյան մոռացել եմ ֆայլերի ներմուծումը դնեմ։ Ֆայլերը պիտի սարքես։ Չէ, ֆայլերը սարքած էր, ուղղակի ոնց ֆինով մոռացել եմ խաղալը։ Այդ ֆայլերի հետ աշխատելը դուք մենակ այդ մի եղանակը գիտեք, F-stream-ով ֆինը, այն մյուս եղանակը չեմ ասել ձեզ։ Չէ, չեք ասել։ Ես լսել եմ, բայց հիմա չեմ հիշի, էլի։ Այդ որ մի հատ ուժեղ ֆունկցիա կա, որը կոչվում է f-reopen։ Ինչ որ ծանոթային, բայց չեմ հիշի, էլի այս բանը։ Լավ, կհիշեցնեմ, սա գուրգեն ուղարկի տեսնեմ։ Այսինքն դուք սովորաբար ծրագիրը, որ մշակում եք, CNC auto-ով եք անում, ստեղնաշարից էկրանին։ Հետո, երբ որ պիտի ուղարկեք, նոր ուղարկելուց սարքում եք ֆայլերով։ Ես iStream-ը comment եմ սարքում, հենց CNC auto-ել F-stream ասում։ Հիմա թեստավորում անցնում, ոնց որ սաղ անցավ։ Սաղ անցավ։ Տեսան, ուրեմն տենց մեկով թեստ կար։ Բայց մի քիչ լոգիկական չի, որ իրանք չեն կարա իրանց մեղադրենք, որտեվ իրանք իրանց պարզ թվի սահմանումը գրել են խնդրի մեջ։ Որը մաթեմատիկայում կոռեկտ չէր։ Իրանք ավելի անկեղծ կլինեին, եթե ուղղակի ասեին, որ բացահայտ ասեին, որ այս խնդրում համարում ենք, որ մեկը պարզ թիվ է, ավելի լավ է տենց ասեին, քան թե այդպես սահմանում գրեին։ Իմ մոտ էլ ոնց որ սկզբից մեկը բան էր տվել։ Իմ հիշելով էդ էր հենց իմ սխալը։ Հետո փոխել ես, որ մեկը պարզ թիվ համարվի, որ անցնի, չէ։ Դե այնտեղ ուղղակի մեծ է հավասար 1 գրեցի, տենց եղավ էլի։ Լավ, բայց մի փոքր բան եմ ուզում ցույց տալ այս խնդրի հետ կապված, այդ պարզ բաժանարարները գտնելու։ Եկեք դա գրատախտակին ցույց տամ։ Նայեք, ասենք թե մենք մի հատ ինչ-որ x ունենք, ուզում ենք գտնել սրա ամենամեծ պարզ բաժանարարը, ինչքան ես հասկացա, Սերգեյի ծրագիրը սենց է, ինչ-որ մի հատ ցիկլ է, թող դա անվերջ ցիկլ լինի, վայել մեկ բրեքով դուրս կգանք, հետո ինքը ստեղ մի հատ էլ հաշվի չա վերցնում, իրան x-ը վերագրում ու սա փոքրացնելու ենք, կարող է ես մի քիչ ուրիշ եմ գրում, բայց իդեան սենց է, էլի, հետո ասում ենք, եթե x-ը բաժանվում է i վրա առանց մնացորդի և այս in պարզ թիվ է, այսինքն ինչ-որ is prime i, ուրեմն մենք գտել ենք, սենց է չէ, այսինքն վերևից սկսած ամեն բաժանարարների վրայով, ամեն բաժանարարը ստուգում է, պարզ է թե չէ, այս լուծումը, բայց հիմա նայեք ուրիշ լուծում ես ձեզ ցույց տամ, ուրեմն ընդհանրապես եթե ուզում եք թիվը վերլուծել պարզ արտադրիչների, ամենալավ կոդը այսպես է, այս x-ի հետ, ուրեմն ասում ենք վայ, մի հատ i ենք վերցնում, իրան 2 ենք վերագրում, հետո ասում ենք քանի դեռ անգամ in փոքր է անցար x-ից, այսինքն միջև այս x-ի արմատն ենք գնում, ուստեղ ասում ենք, եթե
x-ը բաժանվում է i վրա առանց մնացորդի, այս դեպքում քանի դեռ բաժանվում է բաժանենք, այսինքն նույնիսկ ես կարող եմ միանգամից while գրել եմ վերևը ոչ թե if, while x%-ին հավասար է 0, x-ին վերագրել x-ը բաժանած x-ը փոքրանում է սրանով, իսկ s-ին պարզ բաժանարար է, եթե ես լավ կանեմ միանգամից վիժուալով գրեի երևի, վիժուալով գրեի ավելի լավ կլներ, քան տեսած գրական լավ դասամիջոցին ենք մոտենում, թեկուս խոսեք, ինչքան, 6 րոպե ունեմ, 6 րոպեում կարելի է վիժուալը բացել, վիժուալով գրել, ուղղակի այդ 6 րոպեից մի րոպեն գնալու է մինչև վիժուալը բացվի, հիմա մի վայրկյան ես վիժուալը բացում եմ, ու մենք DL-ի խնդիրներով ենք զբաղվում։ Հեսա իմ մոտ բացվեց այդ վիժուալը, մի վայրկյան հեսա շերին կանեմ։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ասենք թե մի հատ x ունենք, այս x-ը ներածել ենք, ու մենք ուզում ենք այս x-ի պարզ արտադրիչները գտնել, ու ես սենց էի ասում, մի հատ էլ փոփոխական ենք վերցնում, որին սկզբում 2 ենք վերագրում, հավասար է 2, ու ասում ենք, քանի դեռ i քառակուսին փոքր է կամ հավասար x-ից, ստեղ ինչ ենք անում, եթե x-ը բաժանում է i վրա առանց մնացորդի, ուրեմն այս in պարզ արտադրիչը, ես կարող եմ այս in տպել, որ տեսնենք իրեն, որպես պարզ արտադրիչ, հետո քանի դեռ x%-ին հավասար է 0, այսինքն քանի դեռ x-ը բաժանում է i վրա, x-ը բաժանում ենք i վրա, հիմա այս ցիկլը, որ ավարտվում է, երկու պայման կա, երկու պատճառ, վերջում կամ x-ը 1 է լինում, կամ էլ i անգամ in մեծ է լինում x-ից, այդ նշանակում է in 1 չի, դա նշանակում է, որ այս i-ի մեջ ինչ-որ պարզ թիվ է մնացել, դրա համար ստեղ վերջում ասում ենք, եթե x-ը հավասար չէ 1, այդ դեպքում մի հատ էլ տպենք in, Pause. Մի հատ սա աշխատացնենք, հետո ես այս կոդը բացատրեմ։ Հիմա սա աշխատացնում եմ։ Օրինակ, եթե 12 տամ, ինչ պիտի տպի։ 12-ի բաց բաժանարները որոնք են։ 2, 3, 4։ 2 ու 3-ը։ Ես աշխատացրեցի, բայց դուք չտեսաք, չէ։
Պիտի ամբողջ էկրանը ես շերինգ անեմ։ Իրականում իմ մոտ սխալ աշխատեց ծրագիրը։ Նայեք, եթե 12 եմ տալիս, ինքը 2 տպեց, 3-ը չտպեց։ Տեսնեմ ինչն է պատճառը, որ սխալ է եղել։ Նայեք, 12 որ տալիս եմ, ինչ սկզբում 2-ա, սա փոքր է 12-ից, 12-ը բաժանում է 2-ի վրա, ինքը 2 տպելու է, հետո 12-ը դառնալու է 6, հետո մի հատ էլ է բաժանվելու, ես մոռացել եմ I++, պետք է գրել I++, հիմա որ աշխատացնեմ, 12, տպեց 2-3, մի հատ ուրիշ թիվ էլ փորձենք, մի հատ ուրիշ թիվ ասեք, դուք թիվ ասեք, 21, 21-ը, սխալ բան տպեց, 3-4 տպեց, ասեք իմ կոդը մերի սխալ կա, բայց 21-ը 3-7 պիտի լիներ, չէ? Այդ նշանակում է եստեղ ոչ թե պետի ին տպեմ, այլ պետի հենց x-ը տպեմ, ուղեցի, հիմա նորից, 21, 3-7, մեկ էլ ինչ էիք ասում, 4? Ինքը Անդրեսյան, բայց այս դեպքում ասենք, եթե ինքը 3 հատ բարձ բաժանարարներն է, երկրորդը ինքը կտպի արդեն 2 բաժանարարների արտադրելը, չէ? Դե մի հատ թիվ ասա, որ 3 հատ ունենա, 2 անգամ 3 անգամ 2 անգամ 30, 2-3-5, հիմա եկեք հասկանանք այս կոդը ինչա գրած, այս կոդը ասում է, փաստորեն ինչ աստեղ տեղի ունենում, եթե x-ը այս ին 2-ից սկսած մեծանում է, և եթե x-ը i վրա բաժանում է, բաժանում ենք, փոքրացնում ենք ին, այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է, որ դրանից հետո, եթե հանկարծ ին այնպիսի թիվ լինի, ասենք 2-ը, 2-ից հետո, որ x-ը մենք բաժանում ենք անդադ 2-ի վրա, դրանից հետո այդ x-ը ոչ մի զույգ թվի վրա չի բաժանվի, արդեն ինքը կենտ կդառնա, ու հետո երբ որ մենք 3-ի վրա բաժանենք, բոլոր 3-ների վրա քան դեռ բաժանենք, ինքը դրանից հետո 3-ի պատիկների վրա չի բաժանվի, սա ինչ որտեղ այս էլեմենտը նման է այդ Էրատոսթենեսի մաղի այն սկզբի մասին, որ անում ենք, այսինքն սա ապահովում է, որ եթե x-ը բաժանում է i վրա, նշանակում է այս ին պարզ թիվ է, այս առաջի գաղափարը, որ պետք է իմանա, պետք է ամբեռնել, բայց քանի որ x-ը փոքրանում է, այս ցիկլը շուտ է ավարտվում, դրա համար ենք դա գրել, որ ինքը շուտ ավարտվի, որովհետև այն Սերգեյի լուծումը ինչով ավատ, որ դե այս խնդրում թեստերը թույլ են, այս խնդրում սահմանափակումները փոքր են, մինչև 20,000-ը, թե ինչքան է, իսկ պատկերացրեք, եթե թույլատրվեր, որ x-ը լիներ մինչև 19 աստիճան, ու x-ը լիներ այդպիսի կարգի մեծ պարզ թիվ, այդ դեպքում այն լուծումը շատ երկար կաշխատեր, որտեղ 19-ից սկսած, այդ մեծ թվից սկսած, մինչև ստուգելով գանք, չէ, հենց իրան ստուգելու ենք ու համոզվելու ենք, որ ինքը պարզ թիվ է, հենց առաջի քայլին, եթե ինքը պարզ թիվ լիներ։ Լավ, ամեն դեպքում սա պետք է իմանալ այս ալգորիթմը։ Որ դեպքերում է այս ցիկլը ընդհատվում ու x-ը 1 չի լինում, այստեղ երկու դեպք կա, կամ x-ը 1 է դառնում ի վերջո, որտեղ իրան բաժանում ենք,
կամ էլ ինքը 1 չի դառնում։ Մենք տեսանք, որ 21-ի դեպքում է տենց, չէ՞։ 21 որ տվեցինք, 21-ի դեպքում 9 որ դառնում է 3, 3 անգամ 3-ը փոքր է 21-ից, հետո որ 21-ը բաժանում ենք 3-ի 7 է ստացվում, 9 մի հատ էլ մեծանում է 4 է դառնում, 4 անգամ 4-ը փոքր է x-ից, խախտվում է փոքր չի x-ից ու գալիս ենք այս if-ին ենք հասնում, ու պարզվում է, որ x-ը 1 չի, այսինքն x-ի մեջ մնացել է մի հատ պարզ թիվ, դա իր վերջին պարզ արտադրիչն է, ամենամեծ պարզ արտադրիչն է, իսկ ես խնդիրը ասում էր գտեք ամենամեծ պարզ արտադրիչը, չէ։ Հիմա այս իմ կոդը ընդհանրապես մի փոքր բան պիտի փոխեմ, որպեսզի հարմարացնեմ, ես մի քիչ փոխել եմ խնդիրը, ստեղ մի հատ x է, ուզում եմ գտնել իր ամենամեծ պարզ արտադրիչը։ Դե այսպես անենք, դա ենթադրենք ես ուզում եմ ինչ-որ մի հատ անցում ստանալ, ուրեմն ստեղ տպելու փոխարեն հենց որ պարզում ենք, որ հերթական պարզ թիվն են գտնել, անսին վերագրում եմ ես in, ու եթե if-ը աշխատում է, ստեղ էլ ես անսին վերագրում եմ x, այսինքն քանի որ այս մեր ցիկլը հերթով բացահայտում է բոլոր պարզ արտադրիչները, փոքրից մեծ է, բայց բացահայտում, հենց գտավ, անսին վերագրում եմ դա, եթե եկավ այս if աշխատեց, ուրեմն ամենամեծ, այս երկու անգամ եմ գրել, ամենամեծ պարզ արտադրիչը այս x-ն է, անսին վերագրում եմ x, հիմա եթե ես աշխատացնեմ, եթե տամ 38, ինքը պիտի տպի 19, տարսեմ 38, որտեղ սիահուտ չեմ արել, սիահուտ անց, 38, տպեց 19, եթե տամ 100, ինչ է տպելու, 100-ի ամենամեծ պարզ արտադրիչը որն է, 5-ը, տպեց 5, սա թիվը պարզ թվերի վերլուծելու ամենաէֆեկտիվ կոդն է, ինքը շատ արագ աշխատում, սրա հետ կան հարցեր, ես ուղղակի որ կողքով անցանք, ես սա հիշեցի, սա հետագայում կարող է մյուս ինչ-որ խնդիրներով պետք է, այս էլեմենտը, սա տեսագրվեց, եկեք հիմա գնանք, Բուրգենի ծրագրում, որ այն push back-ը կար, որ վեկտորի մեջ թիվ ենք ավելացնում։ Այո։ Հիմա այստեղ, որ այս անսը գտանք, հիմա մենք գրենք այդ vector push back ու այդ անսը ինքը կդառնա, որ այդ անսը գցում է այդ վեկտորի մեջ ու տենց ամեն խնդրի տված թվերի համար բոլորի այդ անսը գցում է վեկտորի մեջ, հա տենց է դառնում։ Դե եթե ուզենանք, կարանք այդպես անենք, այսինքն վեկտորի մեջ հավաքենք յուրաքանչյուր թվի պարզ, ամենամեծ պարզ արտադրիչը, հետո մի հատ էլ պետք է անցնել այդ վեկտորի վրայով իր մաքսիմումը գտնել ու դրա համապատասխան թիվը տպել, եթե սկզբնական տվյալներն էլ ինչ-որ զանգվածի մեջ պահել ենք։ Բայց այդ դեպքում պետք չի վեկտորը, այլ էլի զանգված ավելի լավ է օգտագործել, որովհետև եթե թվերը պահված են զանգվածում, գիտենք այդ զանգվածի երկարությունը, պարզ արտադրիչն են մի հատ ուրիշ զանգվածում պահենք, ինչի վեկտոր օգտագործենք, որ վեկտորը, ասել Տիգրանի, ինչով է լավ վեկտորը, ինչ լավ բան ունի վեկտորը, որ զանգվածը չունի, դա այն է, որ վեկտորին կարելի է վեկտոր վերագրել, չենք կարող զանգվածին զանգված վերագրենք, բայց վեկտորին վեկտոր կարող ենք վերագրել, կամ ասենք գրել ֆունկցիա, որը վեկտոր է վերադարձնում, այդ ֆունկցիան ինչ որ տվյալներ է հաշվում,
ինչ որ արժեքներ հաշվում ու մի արժեք չի, եթե մի հատ արժեք լիներ, մենք մի հատ ռետրում կանեինք այդ թիվը, բայց եթե մի քանի արժեքներ ա պետք, չենք կարա լոկալ զանգված հայտարարենք ու իրան ռետրուն անենք, բայց կարանք լոկալ վեկտոր հայտարարենք, իրան ռետրուն անենք, հետո կանչի ժամանակ էլ ինչ որ վեկտորի վերագրենք։ Հարմար է ինքը ինչ որ դեպքերում ավելի քան զանգվածը։ 10-րդցիներն էլ այն օր հարցեր տվեցին վեկտորի վերաբերյալ։ Ես կարող եմ ինչ որ մի հատ ուղղակի վեկտորի վերաբերյալ ինչ որ տեքստ պատրաստեմ, տամ որ կարդաք։ Եկեք այս qualified primes-ը 5 հոգի են լուծել։ Այդ են նորը նայեցինք անցած տասը։ Կար խնդրում։ Լավ։ Այդ անցակում կար։ Կարող է այս triangle-ը նայենք միանգամից, որ մի հատ ռոնգանսֆերա ու մյուսները չեն լուծել։ Ես չեմ նույն մոդել է ռոնգանսը, ուղղակի չեմ գրել։ Լավ, Սրա եկեք ուրեմն պահանջներ չի եկան։ շատ լավ, եկեք այս խնդիրը նայենք։ Դե այս խնդրում ասում է, որ մեզ տված են կարելի ասել դաշտում կանգնացրած են Կետեր են տված։ Լավ կետեր են տված ու ասում է, որ մենք պետք է կառուցենք եռանկյուն, որի մի կողմը x-ին զուգահեռ լինի, մյուս կողմը y-ին, այսինքն պետք է կառուցենք ուղղանկյուն եռանկյուն ու պետք է գտնենք ամենամեծ մակերեսով ուղղանկյուն եռանկյան մակերեսը։ Այդ ուղղանկյուն եռանկյունը պիտի հենց Բայց մի հատիկ էլ բան կա, որ այդ ուղղանկյուն եռանկյան մակերեսի կրկնապատիկը պետք է տպենք, որ ամբողջ թիվ լինի։ Ու այդ ուղղանկյուն եռանկյունը պիտի հենց այս այն հատ կետերից կազմված լինի, չէ՞։ Այո։ Այսինքն գագաթներ պետք է 3 հատ կետ ընտրենք, դա կլինի մեր ուղղանկյուն եռանկյան գագաթները, դրա մակերեսը հաշվենք ու տպենք։ Դե պետք է ամենամաքսիմալ էլի գտնենք տպենք։ Դե հիմա սա դուք ոնց եք փորձում, մի բան եք գրում, եռակի ցիկլ, որ բոլոր հնարավոր եռյակներն ա կետերի։ Ես հենց դա եմ արել։ Եթե եռակի ցիկլ գրեցինք, հետո պետք է ստուգել, որ այդ եռանկյան կողերը զուգահեռ են x-երի ու y-ների առանցքին։ Երևի այդ ստուգման մեջ է խնդիրը։ Դե երևի ուրիշ ինչից պետք է լինի։ Երևի դա էլի։ Ու եթե պարզի ուղղանկյուն եռանկյուն է, այդ դեպքում էջեր ունենք, իրանց եթե կրկնապատիկն է պետք ուղղակի այդ էջերի արտադրյալն է, չէ՞, փաստորեն պետք է վերցնել։ Չեմ ասում, ինքը ասում է տվեք մակերեսի քառակուսին, կրկնապատիկը, մակերեսի կրկնապատիկը։ Այսինքն կողմերի արտադրյալն է։ Կողմերի արտադրյալն է պետք։ Լավ, փաստորեն խնդիր եկավ նրան, որ մենք 3 հատ կետ ունենք։ Ոնց պարզել։ Ասենք մենք հիմա այդ եռակի ցիկլը գրել ենք ու այդ խնդրի մեջ կա այս ենթախնդիրը, որ 3 հատ կետ կա, ինչպես իմանալ իրանք կազմում են արդյոք ուղղանկյուն եռանկյուն, որի էջերը զուգահեռ են x-երի y-ների առանցքներին։ Մեկը պիտի x-երի առանցքին զուգահեռ լինի, մեկը y-ների։ Փաստորեն այդ ստուգումն է։ Այդ ստուգումը ոնց պիտի անենք։ Դե ես այսպես եմ նայել, եթե ասենք օրինակ մենք ունենք կետեր, եթե համ 3-ի x-երն են հավասար կամ 3-ի y-ներն են հավասար, նշանակում այդ կետերը մի ուղղի վրա են գտնվում, դա անցնում ենք, իսկ եթե այդպես չի, ապա նայում ենք այսպես, ենթադրենք եթե մեկը նայում ենք ում x-երն են իրար հավասար ու ում y-ներ իրար հավասար, դա նշանակում մի կողմա, դրա երկարությունն ենք գտնում, բազմապատկում ենք։ Այս էլ եմ այդ տարբերակով անում։ Բայց այդ x-երի, մեկի x-ը մյուսի այդ ստուգումը ոնց եք անում։ Դե ես սկզբից 2 թիվ եմ վերցնում, ասում եմ, եթե այս 2 թիվը իրար հավասար են, x-երը, այդ 2 բանը։ Ասենք թե a կետի x-ը հավասար է b կետի x-ին։
Հա, այդ դեպքում ես վերցնում եմ ու մի հատ էլ գրում եմ if, որ եթե այդ բեկետի x-ը հավասար չի c-կետի x-ին, այսինքն նույնն է, որ այդ երկուսի x-ը հավասար չի մյուսի x-ին։ Այդ եմ ստուգում, որ մի ուղի վրա չգտնվեն։ Հետո արդեն ես եթե այդ ճիշտ է լինում, ես արդեն անցնում եմ մնացած ծրագրին, իսկ եթե սխալ է լինում, այդ դեպքում ես ստուգում եմ մյուս երկուսի x-երի հավասարությունը։ Եթե այդ էլ սխալ եղավ, արդեն երրորդ վերջին դեպքն եմ ստուգում, այդ արդեն պետքա ճիշտ լինի։ Լավ, եկեք ցույց տամ, թե ես ոնց կլուծեի այս խնդիրը։ Այս խնդիրը կոչվում է triangles։ Համել ձեզ հետ ստրակներ անցել ենք, չէ՞։ Այո, անցել ենք։ Իսկ դուք որ կոդը գրել եք, այդ կետը որպես struct եք անում, թե չէ։ Չէ, ես ուղղակի երկու մասիվում եմ պահում, իմ մասիվում x-ը, մյուսում y-ը։ Հա, ես Ինձ թվում է սիրուն կլներ, եթե struct օգտագործեիք։ Ամեն մյուսներն էլ ով որ մոռացել է մի հատ որ վերջին ինչ բան է այդ struct-ը, ուրեմն ես հայտարարում եմ struct, անունը դնում եմ ընդունված է մեծատառ կամ լավ տառ մեծատառ։ Այն մտլավ point ու ստեղ xy struct-ը փաստորեն տիպ ստեղծելու միջոց է։ Հիմա այս տիպ եմ ստեղծել, որը point է, ու կարող եմ ես ասենք main-ում, ես կարող եմ point տիպի փոփոխական հայտարարել, ընդհանրենք point p, ու այս p-ն ունի x, իրան կարող եմ ինչ-որ բան վերագրել, p-ն ունի y, ու դիմում ենք սենց կետի միջոցով, հա, այսով որ մոռացել է, այս struct-ը մենք կարանք զանգվածի հետ համեմատենք, ինքը նման է զանգվածին, որ ագրեգատային տիպ է, այսինքն մասերից է բաղկացած, բայց զանգվածում բոլոր մասերը նույնատիպ են, իսկ struct-ում մեկը կարա int լինի, մյուսը կարա double լինի, մեկը կարա string լինի, տարբեր կարան լինեն, դրա համար անուններ ենք տալիս, եթե զանգվածը ինդեքսի միջոցով ենք մենք դիմում իր մի հատ էլեմենտից, ստեղ անվան միջոցով ենք դիմում սենց կետով։ Հիմա ինձ պետք է այս point տիպի զանգված հայտարարել, ամենաշատը 100 հատ, ուրեմն const int n-ը հավասար է 101, ու ես point տիպի այսպես զանգված եմ հայտարարում n երկարությամբ, մի հատ էլ n ունենք, չէ, սրանց քանակը։ Հիմա կարդում ենք այդ n-ը ու ներածում ենք։ Գրում եմ c, p-ի, երորդ էլեմենտի x-ը և երորդ էլեմենտի y-ը։ Ներածեցինք այդ կետերը։ Հետո մեզ ինչա պետք հաշվել։ Իսկ հետաքրքիր է, եթե այդպիսի եռանկյուն գոյություն չունենա, ինչ պիտի տպենք, 0, երևի 0, երևի 0 էլի, դրա համար ես տեղ պատասխանը, էլի անս եմ վերցնում, իրան վերագրում եմ 0, ու մենք որոշել ենք, որ պիտի բոլոր եռյակները նայենք կետերի։ Հիմա նայում ենք բոլոր եռյակները, ուրեմն in գնում է 0-ից մինչև n, j-ն գնում է i plus 1-ից մինչև n, չէ, k-ն գնում է j plus 1-ից բայց մինչև n-խի, մինչև ոնց որ n-1 դե կարանք ենտեղ n-2, ենտեղ n-1 տնենք, բայց եթե սենց էլ թողնեմ, էլի կստացվի, սենց էլ տնեմ էլի կստացվի։ Բայց նույն կետերն եք վերցնելու։ Չէ, պապելիս մեկ եմ, չէ, ես անում, նույն կետը չեմ վերցնում, սա i plus 1-ից,
Չէ, եթե դրանք ժին լինի n-1 կամ կլինի n, իսկ քանի որ n սիմվոլ մենք չենք ունենա, բան կլինի էլի։ Դե հա, եթե կան n լինի, n4-ը էլ չի գործի, կամ պետքա փոքր լինի n-ից, որ n4-ը գործի։ Նա ճիշտ 0 կլինի ուղղակի, որտեղ դե մասիվ ասենք 100 սիմվոլ ենք 100 հատ հասկացա ինչ եք ասում, եթե n հասնի n-1-ի, ստեղ ժին կդառնա n ու պարզապես այս for ցիկլը չի աշխատի։ Ու կավարտենք էլի։ Մի հատ ավելորդ քայլ է կատարվում, բայց դրանից սարսափելի բան չկա։ Դարի կորեկտության համար ստեղ պետք է գրեի n-2, ստեղ n-1, հա, այդ եք ասում։ Ստեղ n-2, ստեղ n-1, սենց։ Դա, սենց ավելի սիրուն է։ Ու հիմա ստեղ ինչ ենք անում։ Հիմա ստեղ մենք պիտի 3 կետ նայենք P-ի, P-ի, P-կան, հա, ու եթե ինքը եռանկյունը իր մակերեսը համատենք անսի հետ։ Բայց պետք է ստուգենք ինքը ուղղանկյուն եռանկյուն է։ Հա, եթե ուղղանկյուն եռանկյունը մակերեսը համատել անսի հետ։ Հա, եկեք համարենք, որ մի հատ ֆունկցիա ունենք, որը այդ գործը անում է, ստուգում է այս 3 կետը, եթե ուղղանկյուն եռանկյուն է, ինքը վերադարձնում է մակերեսը, եթե չէ 0 է վերադարձնում, այդ դեպքում ստեղ ուղղակի ես պիտի գրեմ անսը հավասար է max ans ու այդ իմ ֆունկցիան, որի անունը ինչ տնենք, որը եթե ստուգում է, մակերեսը հաշվում է, ռեա եմ դնում իր անունը, ինքը 3 հատ պարամետր ունենալու, ուրեմն իրան կտանք P-ին, P-ին, P-կան, ինքը կհաշվի մակերեսի կրկնապատիկը, դրա համար ուզում եք իր անուն դնեմ ռեա 2 ոչ թե ռեա, ու կվերադարձնի, ու վերջում կտպենք այդ մաքսը, անսը։ Ընկեր Անդրեասյան, բայց իմաստը ֆունկցիա տպելու, ֆունկցիա սարքելու, եթե ընդամենը մեկ տեղ են գրում ու վերջ։ Ֆունկցիան մենակ նրա համար չի, որ նույն կոդը մի քանի անգամ գրելու փոխարեն մի տեղ գրենք։ Ֆունկցիայի առավել կարևոր իմաստը այն է, որ եթե մենք խնդրի մեջ տեսնում ենք ենթախնդիր, այդ դեպքում մենք կարող ենք ֆունկցիա սահմանել, որպեսզի կենտրոնանանք այդ ենթախնդրի լուծման վրա, մոռանալով հիմնական խնդիրը։ Դա հնարավորություն է տալիս ջարդել բարդ խնդիրները։ Ճիշտ ասա, այնքան էլ բարդ խնդիր չի։ Բայց եթե բարդ խնդիր է, դա մասերի բաժանելու, բաժանիր եւ տիրիր մեթոդն է, որը Հուլիոս Կեսարն է օգտագործել, երբ որ ինքը գաղեացիներին ջարդում էր։ Նրանց մեջ տենց է չէ, երբ պարակություն գծեց ու այնտեղ մի միլիոն նրանք եթե հավաքվեին, Հուլիոս Կեսարի դեմ մի միլիոնանոց բանակ կհանեին։ Բայց իրանց մեջ ինքը շաման գծեց։ Հիմա ստեղ ունեմ point A, ասենց սիրուն ստեղ ABC եմ գրում, point B, չէ եկեք փոքրատառերով, point A, point B, point C։ 3 հատ կետ ունենք։ Ու հիմա կանք այդ խնդրին, որ պետքա պարզել այս կետերը կազմում են արդյոք ուղղանկյուն եռանկյուն, որի կողմերը զուգահեռ լինեն առանցքներին։ Այստեղ իմ մոտեցումը, ես ուզում եմ 3 հատ դեպք քննարկել։ Եթե արդյոք ան այդ ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի դիմացի կետն է, արդյոք B-ն դրա դիմացի կետն է, արդյոք C-ն 3 դեպք կա հնարավոր։ Ներքնաձիգի դիմացի կետն է։ Այդպես շատ ավելի հեշտ է ստուգել առանցքների զուգահեռ թե չէ։ Ուրեմն առաջի դեպքը, երբ որ ան ստեղ կոմենտ գրեմ։ Ստեղ կարող եմ ես հայերեն գրել, եթե ան այդ ներքնաձիգի դիմացի կետը դրան ինչ են ասում։ Հանդիպակաց կետը, չգիտեմ։ Հատուկ անուն չունի,
որը ոնց որ ուներ, բայց չեմ Հանդիպակաց անկյանը գագաթ։ ուղիղ անկյունը իր միջոցով այլ կազմում ինքը հետ Գագաթն է ուղիղ անկյուն։ Տենց չկա կոնկրետ անուն։ անուն չունի։ Լավ գրեմ մեկնաձիգի դիմացի կետն է։ Ահա, սենց։ Եթե ինքը այդ կետն է, այդ դեպքում իրա հիմա չգիտենք բենա իրա հետ կամ B կետը պիտի կամ A-ն պիտի զուգահեռ լինի X-երի առանցքին A-ն Y-ների առանցքին կամ էլ հակառակը, չէ՞։ Եթե A-ն զուգահեռ է, ուրեմն կամ պիտի AX-ը հավասար լինի BX-ին եւ AY-ը հավասար լինի CY-ին, կամ էլ հակառակը։ Ուրեմն ես ստոր գրում եմ, եթե AX-ը հավասար է BX եւ AY-ը հավասար է CY, կամ AY-ը հավասար է BY եւ AX-ը հավասար է CX։ Եթե այս երկու դեպքերից մեկն է, ուրեմն ուղղանկյուն եռանկյուն է, չէ՞։ Այո։ Իսկ այն դեպքը, որ իրանք մի ուղի վրա են գտնվում։ Դա եթե AX-ը հավասար է BX-ին, հավասար է CX-ին, կամ AY-ը հավասար է BY, հավասար է CY։ Եթե իրանք երեքն էլ գտնվեն մի ուղի վրա, ու այդ ուղիղը զուգահեռ լինի X-երի առանցքին, այդ դեպքում իմ մոտ այս պայմաններից մյուսը կխախտվի, չէ՞։ Չէ, եթե AX-ը հավասար է BX-ին ու AX հավասար է CX-ին, այդ դեպքում Y-ները հավասար չեն լինի, որ սիֆը չի աշխատի։ Բայց տարբեր կետեր են հաստատ տալիս։ Կարող է հանկարծ կետերը նույնը լինեն, երեք կետերն են նույնը լինեն, տենց բան հնարավոր է։ Նայենք խնդիրը։ Հա, եթե երեք կետեր նույնը լինեն, այս իմ ծրագիրը կսխալվի։ Այդ մասին գրած չի, բայց այդ դեպքում իմ ծրագիրը մակերեսը 0 կհաշվի, որտեղ ես տեղ հիմա, եթե սենց է, ուզում եմ մակերեսը հաշվեմ ու վերադարձնեմ։ Դրա համար պիտի X-երի տարբերությունը բազմապատկեմ Y-ների տարբերությամբ, ու քանի որ չգիտեմ, որ AX-ն է, սպասի, որ X-ը ես պիտի վերցնեմ, AX-ից հանմեք BX-ը, բայց բացարձակ արժեքն եք դրա վերցնում, մեկ էլ Y-ից հանմեք Y-ը բացարձակ արժեք վերցնում, բայց ճիշտ կներ, եթե դուք երկու հատիվ գրեիք, որտև այս ամի նշանը տարբերություն է դնում էլի այդ հանածների միջև։ Բայց եթե ես եւ AB-ի X-երի տարբերությունը վերցնեմ եւ AC-ի Եթե մի խոսքով, եթե երկուսն են վերցնեմ, ինչ որ դրանցից մեկը 0 է, չէ՞ լինելու։ Եթե չեմ ուզում երկու հատիվ գրեմ։ Լավ, ուզում եք երկու հատիվ գրեմ, երևի այդպես ավելի հասկանալի կլինի։ Այսինքն սկզբում այս դեպքը գրեմ, եթե AX հավասար է BX եւ AY հավասար է CY, այդ դեպքում ես ինչ պիտի գրեմ։ Return absolute abs AX հանած BX գումարած abs AY Չէ, AX հանած BX չպիտի գրեմ, որտեվ դրանք իրար հավասար են 0 է լինում։ AY հանած BY Ահա, AY հանած BY ուսա բազմապատկած abs AX հանած CX։ Ահա, այս գրեցի։ Ու հիմա էլ այս մյուս if-ը, եթե սենց է, այդ դեպքում return abs, հիմա AX հանած BX, ուսա բազմապատկած abs AY հանած CY։ Սա ես գրեցի այն դեպքը, երբ որ
Անան եկնացիքի դիմացիկ հետ ու սենց եւս երկու դեպք պիտի գրենք եթե ցեն է ու երրորդն էլ պիտի գրենք եթե բեն է եթե ցեն է էլի սենց երկու հատ if ենք չէ գրում մեկը եթե հիմա այդտեղը ես ուղղակի c եմ տեղադրում c.x-ը հավասար է b.x եւ c.y-ը հավասար է a.y եթե սենց է ուրեմն պիտի ասեմ return ops c.y հանած b.y բացապատկած ops c.x հանած a.x Սա գրեցի ու մի հատ էլ 10 րոպե մնաց կհասցնեմ եթե c.y-ը հավասար է b.y եւ c.x-ը հավասար է a.x եթե սենց է ուրեմն return ops c.x հանած b.x այսքանը բացապատկած ops c.y հանած a.y երրորդ դեպքն էլ երբ որ բեն է այսինքն b.x-ը եթե հավասար է սրիշ պիտի գրեմ a.x եւ b.y-ը հավասար է c.y եթե սենց է ուրեմն return ops b.y հանած a.y սա բացապատկած ops b.x հանած c.x գրեցի ու վերջի դեպքը երբ որ b.y հավասար է c.y չեսա գրել եմ a.y եւ b.x-ը հավասար է c.x եթե սենց է ուրեմն return ops պիտի գրեմ b.x հանած a.x բացապատկած ops b.y հանած c.y ու վերջում մի հատ պիտի գրենք return 0 Եթե բան չկա, ուրեմն ինքը 0 պիտի վերադարձնի ու տեսեք ես գրել մեթոդը ես մեն ալերիվ գրել էի չէ միջև ֆունկցիային անցնելը ուստեղ վստահ եմ որ ես մենը ճիշտ է հետո մնացա այս ֆունկցիան գրելու հիմա հետաքրքիր է եթե սա օրինակի վրա աշխատացնենք որը պիտի պատասխանը երկուսը տվեց երկու ոնց է ուղղակի տեսնենք անցնում է թե չէ համել ցույց տամ NMS եղանակը եկեք NMS եղանակը ցույց տամ ֆայլերի հետ աշխատելու դրա համար այստեղ պետք է գրել include cstdio ու հետո ծրագրում ոչինչ չի փոխվում մենակ այստեղ երկու հատ ֆունկցիայի կանչենք անում մեկը freopen ուստեղ իրանց այս ֆայլի անունն են գրում triangles in այստեղ տողի մեջ r որ սա կարդալու համար է ուստեղ գրում ենք std in որ մուտքային հոսքն է մի հատ էլ գրում ենք freopen triangles out w std out իրականում ահագին վիճահարույց է այս մեթոդը որ արդյոք պետք է ծրագիրը գրել որ ինքը էկրանի վրա տպի հետո նոր սարքենք ֆայլերով ուղարկենք իրականում եթե մտածենք ինչ որտեղ ավելի հարմար է որ ծրագիրը ֆայլից կարդա որտեղ այդ դեպքում մենք պիտի մի հատ մուտքային ֆայլ սարքենք
այնտեղ մի անգամ պահենք մուտքային տվյալները, հետո կարանք շատ անգամ աշխատացնել, ինքը արդեն այդ ֆայլից կվերցնի, կհաշվի, կգրի, ամեն դեպքում դուք պիտի իմանաք նաև ֆայլերով աշխատելը, որտեղ դա հետո ձեր պրակտիկայում շատ կարող է պետք գա։ Դրա համար ես հիմա ուզում եմ գնալ մի հատ C-disk, prox, DL20, DL20, այստեղ է իմ CPP-ն, այսինքն այդ ֆայլը պետք է ստեղ սարքել, այդ triangle scene-ը, եկեք ստեղ սարքեմ, մի հատ այդպես էլ ցուցադրեմ, թե ոնց է պետք անել։ Ուրեմն ստեղ սարքում եմ մի հատ տեքստային ֆայլ, սենց բան չենք արել, չէ՞։ Ես չեմ հիշում։ Դե այս stream-ը երբ որ բացատրում եք արել եմ։ Սարքում եմ ուրեմն այս triangles in-ը։ Սարքեցի, հիմա մտնում եմ սրա մեջ, իմ մոտ ավտոմատ notepad-ն է բացում։ Ու այս մուտքային տվյալները այս օրինակը ստեղից կոպիա եմ անում, այսքանը կոպիա եմ անում ու ստեղ save եմ անում, այս triangle scene-ը փակում եմ, հիմա եթե ես իմ ծրագիրը աշխատացնեմ, բայց ստեղ մի տող էլ պիտի սկզբում ավելացնեմ, այս պատճառը ուղղակի հենա, որ իմ մոտ վերջին ամենավերջինը չի, բայց 2017 թվականի վիժուալը, իսկ սրանք չեն սիրում այդ FROP-ն, այդ C-ական ցածր մակարդակի ֆունկցիաները։ Ու ինձ տեսեք, ստեղ սխալ է տվել, ասում է, այս ֆունկցիան unsafe է, ինքը վտանգավոր է, եթե դուք վստահ եք, ասում է, օգտագործեք SCRT secure no warnings-ը։ Ես քանի որ վստահ եմ, ստեղ գրում եմ define ու պիտի այդ տողը գրեմ CRT secure no warnings։ Հիմա որ build անեմ, պիտի որ աշխատի արդեն ճիշտ է, հիմա որ աշխատացնում եմ, ինքը աշխատեց, գնանք այս ֆայլերի ցուցակը ու տեսեք սարքել է ինքը այս triangles out-ը, մենք մենակ 9 պիտի սարքենք, ու մեջ ես press any key to continue-ն էլ մնացել, սրա հարցն էլ աստեղ լուծվում, ինքը պետք չի, եթե մենք ֆայլերով ենք աշխատում։ Հիմա որ աշխատացնեմ, տեսեք աշխատացրեցի մի անգամ էլ, ու եթե գնանք այս out-ը բացենք, արդեն մենակ երկուսն է, արդեն լրի կորեկտ է։ Լավ, հիմա հետաքրքիր է, եթե ես սա ուղարկեմ, ու այսօր որ ձեզ մոտ տենց պրոբլեմներ են առաջանում, տեսեք երկար ժամանակ ես բացել եմ, հիմա կարող է լոգինից դուրս անգել, ես ոնց իմանամ, ես լոգին եղած եմ, թե լոգին եղած չեմ, ոնց եք դուք դա անում, ստեղ մի հատ refresh անեմ, ինքը պահել է, ոնց որ թե հլավ ես լոգինի մեջ եմ, ու հիմա փորձում եմ ուղարկել, այս DL20 արդեն ես պիտի DL21 դասնեմ էլի, այդ 20-ը տարեթիվն է, ու ընտրում եմ triangles-ը, ուրա, այսա triangles CPP, գտա, կոմպիլյատորը 9.0-ը, отправить. Ահա, այսա չէ, սենց էր գալիս ձեզ մոտ, հետաքրքիր է։ Գիտեք, ընկեր Անդրեսյան, ես որ արեցի, հետո ինչ-որ ժամանակ հետո նորից մտա, եղավ, բայց մինչև լինելը ինձնից լոգին ուզեց։ Զարմանալի է, ասեք, եթե սկզբի էջն եմ ես մտնում, նոր երևում է, որ լոգին եղած չեմ։ Հիմա լոգին եղա, ստեղից պիտի խնդիրը
Սերգեյ, բայց դու ասում էիր, որ սենց արեցիր էլի չեղավ, հա։ Չէ, իրականում իմ մոտ ուրիշ իմ մոտ ուղղակի բերում էր, որ ես լոգին եղած եմ։ Բայց հետո որոշ ժամանակ հետո նոր բերեց, որ լոգին լինեմ։ Այն ինքը, որ այս բաները բերում է, որ այս ձեր նոր նշանակում է, որ ընդունեց։ Հիմա հաստատում է, որ ընդունեց ու էլի օպս։ Պաստորեն իմ մոտ էլ ասենց հասկանալի բան լինեմ։ Այն մոտ երկու այդ վերևի պատուհանն է բերում էր, բայց հետո էլի սենց էր տալի։ Ու հետաքրքիր է, ինքը չվերցրեց հիմա իմ լուծումը։ Իսկ եթե հիմնական Բայց վերցրել է, հեսա նայեք, պրոտոկոլը հեսա, գնացել է, պրոտոկոլը անցել է։ Տեսակ, ես մտա, ես ուր մտա, ես մտա այս մեթոդի ալգորիթմիզացիա էջը, այս պրոտոկոլի կողքը գրած էր փակագծով 2։ Դրա համար որ քլիկ արեցի, ինքը բերեց սա։ Մի քիչ